Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես խորհրդարանը շարունակել է աշխատանքը, ընդդիմադիր պատգամավորը դիմել է քաղաքացիներին, ասել, որ միգուցե իսկապես հոգնել են այդ որակի քննարկումներից ազգային ժողովում, մեղադրել են իշխանությանը, իշխանությունն էլ հակառակը։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ կանգնելու տեղ չկա, նստելու տեղ չկա, բան, երբեմն կատակ եմ անում մեր հանրապետական գործընկերների հետ, ասում ժողովուրդ, օրինակ որ մտածեք տարիներ հետո, այստեղ ամեն օր ժամերով, օրերով բոլորս կանգնելու ենք, բիսեդկա կսարքեք, նստարաններ կսարքեք, նայեք, ոչ մի իշխանություն հավերժ չի, հասկացեք, չեմ ուզում որևէ մեկը վաղը ձերբակալվի, հասկացեք, գիտեք ինչ մեխանիզմ է այս քննչականը սովոր է, մարդուն 3 օր 3 պահել են, բերել են, ժամը լրացած է եղել, քննչականից թողել են դուրս, մարդը դուրս է եկել, բռնել տարել են մեղադրանք են առաջադրել, ժողովուրդ վաղը ամեն մեկի դռանը չոքելու է, տիկին Էմմա Պալյան, Գյումրին բոլորիդ քաղաքն է, չէ, Գյումրիում քայլելու է, 3 կնոջ տվյալ մինչև հիմա չեմ կարողանում ճշտել, որ մեկուսարաններում է, չեմ կարողանում ճշտել առավոտվանից, տասնյակներով է ժողովուրդ ջան, նայեք, լավ կալանք են տալիս, ավանդաբար այս տարիների ընթացքում տասնյակ հարյուրավոր տղեկի կալանք են տվել, 2 ամիս նստել են, ասել են լավ են կարել, պայքարել եք, դուրս են եկել, էլի եկել են հանրավաքի, վերջին 1 տարին քննիչներն ու դատավորները նոր պատժատ տեսակ են սահմանում, տեսակցությունների վրա արգելք, Պարոն Սիմոնյանի հետ մի անգամ առիթ ունեցել ենք խոսելու, այդ տեսակցությունների վրա, որ ժելեզնի արգելք են դնում, հատուկ են դնում, որտև այդ տեսակցությունների արգելք ձևակերպման տակ, պատգամավորների իրավունքներն էլ է ոտնահարվում, որ պատգամավորներից որևէ մեկը չգնա այդ կալանավորին տեսնի, որովհետև տեսել են այս 4 տարիների ընթացքում, ով բռնվել է, առավոտ գիշեր կողքը կանգնած ենք եղել, չենք թողել մենակ լինի, չենք թողել համարի, որ այս իշխանության այդ երկաթե մամլիչը մինչև վերջ ճզմելու է, բայց հիմա տեսակցությունների արգելքը համատարած է, նայեք Սրբազան, Բագրատ Սրբազանի հետ 19 արդարների վրա, բոլորի վրա տեսակցությունների արգելքը դրել են, քիչ է, մեր Իգոր Սարգսյան, ազատամարտիկ դաշնակցության գերագույն մարմնի անդամ, ընտանիքի վրա են տեսակցությունների արգելք դրել։ Հիմա 3 առաջ օրը, շփ, թփ, Գյումրի դատարանում, չխ, տասնյակով կալանքներ են տալիս։ Լավ, համարեմ զանգվածային անկարգության մասնակից, համարեմ ցույցի մասնակից, համարեմ ոստիկանին վատ խոսք ասած, լավ այդ մարդկանց տեսակցությունների արգելքը ինչի են դրել։ Ժողովուրդ ջան, այո, երկրում 37 թվի մթնոլորտ է, հեսա կբացատրեմ, դուք շատ հեգնում եք այդ, ինչ է կատարվում, Ռուբեն Ռուբինյանը ապացուցելու համար, իմ են պնդմանը, որ ցանկացած ընդդիմադիր համայնքապետ, ով ընտրվում ով ձեր համար խնդիր կալանավորում է, գալիս այս ամբիոնից ցանկ է կարդում ընդդիմադիր համայնքապետերի ու ասում է ում ենք սրանցից հետապնդել։ Առաջինը տալիս է Դավիթ Համբարձումյանի անունը։ Դավիթ Համբարձումյանի, որին 3 վճիռ կայացվեց 6 տարի 3 ամիս կալանավորելու Ռուբեն Ռուբինյանի մոտ տպավորությունն է, որ դուք չհետապնդվողների ցանկը չեք կարդացել, հաջորդականությունն եք կարդացել ում եք կալանավորելու։ Այդ ձեր ցանկում քրեական գործեր կան մարդկանց վրա, կապանից սկսած, այնտեղ համայնք եք նշում, որտեղ իշխանությունը բռնի փոխել եք։ Այսինքն, այս է այս մարդկանց չհետապնդելու օրինակը։ Ուզում եք մեկ օրինակով ցույց տամ, որ եկեղեցու դեմ կատարվողը բացառապես քաղաքական արշավը անձամբ վեհապարի նկատմամբ։ Դուք մի ձայնագրությունով, որտեղ ինչ որ մեկը քահանա նախկին ասում է վեհապարը ինձ ասել է մայրիկիդ վերցրու գնա ցույցի։ Այդ դրվագով դուք քրեական հետապնդում եք, վարույթ եք հարուցել ամենայն հայոց վեհապարի նկատմամբ։ Ու ծաղրում եք եկեղեցու հայտարարությունը, որ չի բան արել, չի անդրադարձել այդ դրվագին, բայց ասում է ձայնագրությունը ապօրինի է։ Ուզում եք մի դրվագով տեսնել որտեղ է, ոնց է երևում, որ դա քաղաքական հետապնդում է։ Իսկ դուք այս մի ձայնագրությունը հիշում եք։ Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան հեռախոսազրույցի գաղտնալսման նոր ձայնագրությունը կալանավորել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, թե ոչ խոսակցության առաջին հատվածում վարչապետի պաշտոնակատարն ու ԱԱԾ տնօրենը քննարկում են հարցը, խոսում նաև Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ։
Վարդապետ, հիմա նայեք, Խաչատուրովին ուզում ենք տանեն կալանքի։ Խաչատուրովին ուզում ենք տանեն կալանքի, Ածպետը վարչապետին։ Հիմա գիտեք ինչ եղավ այս ձայնագրության հետ։ Չէ, դուք վարույթ չառուցեցիք, որ ուզում ենք Խաչատուրովին կալանքի տանել, Ածպետը, Սասուն Խաչատրյան դա քննարկում է։ Վարույթը հարուցվեց, որ ձայնագրությունը եղել է ապօրինի։ Պատկերացնում եք, այտենց ոչ քաղաքական հետապնդում, երբ Փաշինյանին է վերաբերում։ Մի հատ էլ պարզ դրվագ ես ուղակի կարամ ասեմ, այդ որ շոյով ներխուժում եք, այդ մարդկանց ուզում եք ծեփեք պոլին, չգիտեմ, դռները ջարդում եք, այդ մարդկանց Միքայել Աչապահյանին ծանուցում ուղարկել եք, որ ներկայանա, ու չի ներկայացել դրա մարեք վեհարան մտել։ Թե ուղղակի ուզում եք այդ շոուն ստանալ, ու ժողովուրդը անընդհատ այդ շոուների առավոտյան պիտի արթնանա այդ շոուների դրվագով։ Էդ է, հասկանում եք, ու ձեր մի քիչ սափրված լինելը, սրտի կանելը ձեզ ոչ ավտորիտար կամ ժողովրդավար չի սարքում, ժողովուրդ։ Այո, ժամանակները զարգացել են, 21-րդ դարն է, գուցե դուք Սադամ Հուսեյնի տեսք չունեք, այո, 37 թվի համեմատ մենք համացանց ունենք, բայց դուք դրանից ավելի ժողովրդավար չեք դարձել։ Էդվարդ Աղաջանյան, հմեկը այլևս մենաշնորհ չունի, մարդը կարա Facebook-յան լայվով, կարճ վիդեոյով իր տեսակետը արտահայտի, դուք դրա այդ բան չեք կարա անեք։ Բայց դրա համար հմեկով արցախցիների խոսակցությունը կոշիկի մասին ներկայացնում եք կաշառքի մասին խոսակցություն։ Ու ավտորիտար լինելու մասին ոչ թե սրտի կանելը, տենց ակուրատի հագնվելը, վկայում ավտորիտար լինել կամ չլինելու, այլ վկայում է իշխանության ամբողջական կենտրոնացումը մի ուժի ձեռքին, վկայում է ԲԴԽ նախագահին մեկ SMS-ով հեռացնելը, վկայում է այլակարծությունը երկրում ամեն կերպ ճշտելը, թե չէ կարող գաք հարյուրավոր սրտիկներ անեք, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Հա նոր տիպի բան է ավտորիտարիզմը ձերը։ Բրենդինգը ավելի լավն է, բայց էությունը դրանից չի փոխվում։ Վերջերս Ռուբեն Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի մասին խոսելիս դեռ մեղադրանքը նույնիսկ չառաջադրված մարդը եզրակացությունը տալիս է, ասում է կաշառակեր սրիկա։ Հետո ասում է դա իմ քաղաքական գնահատականն է։ Քաղաքական գնահատական է, քաղաքական գնահատական է։ Հիմա Կոչուբաևը, փաստաբան, ընդդիմադիր հայացքներ ունեցող, շատ սուր բառապաշարով, ես անձնապես չէի ցանկանա նման բառապաշարով ստատուս կարդալ, բայց ամեն դեպքում քաղաքական գնահատական է տալիս։ Բայց ինչա քաղաքական գնահատական տվող իշխանական ներկայացուցիչը հանգիստ խոսում, իսկ քաղաքական գնահատական տվող փաստաբանը ալֆա ջոկատի միջոցով պոլին պարկացվում, բայց ալֆա ջոկատը Ռուբինյանի հետևից չի գնում։ Նորից երկակի ստանդարտներ։ Եվ գաղտնալսման մասին մի բան էլ ասեմ, համատարած գաղտնալսում են, սիրելի ժողովուրդ, մեր անձնական կյանքի իրավունքը ամբողջությամբ խախտված է։ Յուրաքանչյուրս չգիտենք այն, որ մենք քաղաքական գործի չենք, հատկապես ընդդիմադիր ենք, գիտենք, որ մեզ գաղտնալսում են։ Միայն չգիտեմ, մեր երեխեքին էլ եք արդեն գաղտնալսում, թե չէ, մենակ այդտեղ մի փոքր կասկած ունեմ։ Համատարած գաղտնալսումներ են։ Վերջերս հրապարակվում է մի ձայնագրություն սրբազաներից մեկի մասնակցությամբ, եւ գործ չի հարուցվում բուն գաղտնալսման դեպքի առիթով։ Այլ գործ է հարուցվում այդ գաղտնալսման ներքո ստացած ինֆորմացիայի առիթով։ Իմ գործընկեր Քրիստինե Վարդանյանը նշեց, երբ Վանեցյանի հետ կապված գաղտնալսում կար, այդ գաղտնալսման բովանդակությունը քննարկման առարկա չդարձավ։ Իսկ բովանդակությունն էր, որ ասվում էր, դատական իշխանության ուղիղ ներգործություն կա, ասվում էր ուզեք չուզեք, պետքա կալանքի տակ։ Այդ հարցը քննարկման առարկա չդարձավ, քննարկման առարկա դարձավ, թե ինչպես է տեղի ունեցել գաղտնալսումը։ Այս դեպքում իշխանական ներկայացուցիչները գալիս ու ասում են, դե մենք ինչ գիտենք ով է ձայնագրել, այն որ իրենց իշխանական մամուլով ա դա գնացել, հեչ կարևոր չի, իրանք ուղղակի չգիտեն, թե ինչպես է դա ձայնագրվել, իսկապես սիրելի ժողովուրդ, ուշադիր եղեք, Big Brother is watching you, ինչպես ասում են։ Լեզվա մտածելակերպ, Տիկին Գրիգորյան, ձեր լեզվա մտածելակերպը ձեզ մատնում է։ Դուք մարդուն եւ եկեղեցին նույնականացնում եք։ Դուք ասում եք, դուք ինչ եք գնում Մայր տաճարի բացմանը մասնակցում, եթե Կտրիչ Ներսիսյանի հետ խնդիր ունեք։ Դուք ինչ եք գալիս ազգային ժողով, եթե իմ հետ խնդիր ունեք։ Ասում է, ով քաղաքական գնահատական է տալիս, պոլին են պարկասնում, բա դուք խի պոլին պարկած չեք, ուզում եմ հասկանամ։ Այսենց դուք ձեզ չեն պարկասնի, վստահ եմ, բայց դուք ինչի պոլին պարկած չեք, ուզում եմ։ Ժամանակի հարց է, 2018 թվականից 7 տարի եւ այլ այդ 7 տարուց մինչեւ պատերազմը դուք մեր հետ եք եղել։ Բա ում հետ եք եղել։ Այն ամենասկզբից էլ մեր հետ չեք եղել, կարելի էր կանխատեսել։ Գիտեք ինչ, ես մի րոպե, ես ուզում եմ անձերից վերանամ, ես ուզում եմ հասկանամ, թե մեր ընդդիմությունը, մեր քաղաքական դաշտը, ասենք ինչ հայրանից ներկայացնում։ Ես երեք մի քանի բան մոռացա ասեմ, հանրապետական ներկայացուցիչ, որը որ խոսում էր
բանի մասին, որ վարչապետը մոտենալով ԱՄՆ նախագահին ասել է բարև ձեզ, ներկայացել, ասել հիշում եք ես ինչ մարդն եմ, ուզում հասկանամ ձեր տրամաբանության մեջ եւ դրա մեջ ես ինչ-որ բաներ տեսնում, որով որ փորձում էր նվազեցնել հարգանքի մասը կամ արժեքը իջեցնել, ուզում հասկանալ մի մարդու, որին որ մի անգամ ես տեսել եւ մի մարդու, որը աշխարհի ամենամեծ պետություններից մեկի ղեկավարն է, մի մարդու, որը որ գտնում է մի միջոցառման, որտեղ բազմաթիվ տասնյակ երկրի ղեկավարներ կան, պետք է մոտենաս, ասես պրիվետ ռոբ, պետք է ասես պրիվետ Սերժ, պրիվետ, չգիտեմ, Տրամփ, ուզում հասկանամ այդ ինչ խոսալու բան է, թե ձեր չափանիշները, որ Նալբանդյանի թշիկներից քաշքշում էին դա է, կամ որ Նալբանդյանը մի հատ թղթի կտոր վեկալած մտել էր ժողովրդի մեջ, փորձում էր Էրդողանին մոտիկ գնար, մոտիկ գնար այդ թուղթը փոխանցեր ու նույնիսկ չգիտեին է։ Այսինքն, այդ ինչ ձևեր է, այդ ինչ խոսալու բան է, այդ ինչի մասին է խոսքը, բայց վերադառնանք քաղ բանտարկյալ ասացին։ Տիկին Էլինարը եկել է մի մարդու ցուցակով ազգային ժողով, որի իշխանավորման ժամանակահատվածում միջազգային կառույցները թմկահարում էին քաղ բանտարկյալների առարկայության մասին Հայաստանի Հանրապետությունում, որի իշխանության ժամանակ Երևանի կենտրոնում մարդիկ են գնդակահարվել, որի իշխանավորման ժամանակ ընտրություններ են կեղծվել, օպերացիա կալցոներ են եւ այլն, բայց ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա, չէ՞։ Այսինքն չի կարելի այնպես բաներից խոսալ, որ ասենք դու դրա մեջ ես։ Դա, չգիտեմ, ամոթ բառը մի քիչ երևի տեղին չի։ Այդ impeachment-ը վերջի իմացանք ինչի համար է։ Այդ մարդուն բերել էին, գիտեին, որ վերքերական գործ կա, հեսա վճիռա լինելու, մենք էլ զարմանում, ասում ենք, սա հանրապետականի մեջ, ստեղ իրանց հոգին տվող մարդիկ կան, փախի այդ մարդուն բերեցին impeachment, այդ ինչ impeachment էր, ակնհայտ է, որ, չգիտեմ, ստեղից էլ չեմ ասում, նույնիսկ պարոն Աղազարյան եւ պարոն Ասլանյանը չէին ստորագրելու մեծ հաշվով, ես դրա մեջ վստահ եմ, էլի, իմանալով այնուամենայնիվ այս մարդկանց անցած ճանապարհը, այնուամենայնիվ ես վստահ եի, որ չէին ստորագրել, այդ ինչ օպերացիա են անում, օպերացիան հետեւյալն է, որ վարչապետի թեկնածուին 6 դասեք մարդկանց ժողովրդի գժի տեղ մի դրեք, էլի ներողություն եմ խնդրում, էլի դրա համար էլ չեք ընտրվում, դրա համար էլ ձայն չեք հավաքում, այդ օպերացիա իմպիչմենտները, այդ չգիտեմ ինչ բառ ասեմ, ասենք ամոթ է, էլի դուք ապացուցել եք երկու խմբակցությունով, որ երբ որ դուք պետական լծակ չեք ունենում, դուք 0 OGG ունեք։ Ասում Արարատը այլ ձև եք մեկնաբանում։ Կներեք, մենք ձեզ չենք մեկնաբանում մեղադրում նրա մեջ, որ Սուրմալուն, որը ժամանակին Պարսկաստանից էր անցել ռուսական կայսրությանը, Ալեք Պոլի պայմանագրով, իսկ Սուրմալուի մեջ մտնում էր նաև Արարատ լեռը, հայտնվեց Հայաստանի տարածքից դուրս, այսինքն մենք դրանում ձեզ չենք մեղադրում, որ տենց է ստացվել, դուք եք կարև ոնց որ էլ այդ մոմենտը։ Դուք մեղադրում եք նրա մեջ, որ մենք այլ կերպ ենք սկսում մեկնաբանել խորհրդանիշը։ Դա լավ չի, եւ ես եւս մեկ անգամ չեմ մեղադրում ձեզ, անկեղծ եմ ասում։ Եվ որովհետեւ մեկ իրավունք չունի մեղադրել Դաշնակցությանը Ալեք Պոլի պայմանագրի կնքումի համար, Ալեքսանդրոպոլի պայմանագրի կնքման համար, գիտեք ինչու։ Որովհետեւ այդ պայմանագիրը այստեղ 1000 անգամ ներողություն եմ խնդրում, բայց ավելի հստակ ձևակերպում չեմ կարող գտնել, որովհետեւ ձեր ջեբը գցեցին։ Ձեր ջեբը գցեցին։ Եվ նոյեմբերի 9-ից հետո 2020 թվականին ինձ թվում էր, որ մեզ ամենալավը կհասկանա Դաշնակցությունը։ Ամենաճիշտը, կասի Ժորժ ջան, մի կպեք այս մարդկանց։ Խաղը շատ ավելի լայնն էր։ Մենք այնքան մեծ դերակատարություն չունենք սրա մեջ։ Ասեմ թե ձեր ջեբը գցե, որտեղ սովետական հանրագիտարանից Большая советская энциклопедия պարոն Խաչատրյանից իր մասնես բաներ։ Մի հատ бан կարդամ էլի, որ հասկանաք ոնց են ջեբը գցե։ Дашнаки довели Армению до полного экономического разорения, потопили в крови майское восстание трудящихся Армении. После установления советской власти в Армении 29 ноября 1920 года Дашнаки 2 декабря 1920 года заключили в Александрополе договор с Турцией, предусматривающий уступку ей значительной части армянских земель. Սա ջեբը գցելու դասական տարբերակն ասում եմ, մենք իշխանություն ենք հաստատել նոյեմբերի 29-ին, բայց իրանք են մեղավոր այդուհանդերձ, որ դեկտեմբերի 2-ին պայմանագիրը կնքել են։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի նախագահը պատասխանել է հարցին, արդյոք իշխանությունը վտանգ է տեսել իդեմս Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի, որը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Ալեն Սիմոնյանը բացատրել է գործընթացը։ Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելուն, ընդդիմությունը նույնիսկ իրենց ստորագրությունները չի կարողանում հավաքել, ասել է ազգային ժողովի նախագահը։ Ինչ process է կատարվում 6 ամիս հետո ընտրություններ է, ել չեմ ասում ՀՀԿ-ն ասում, այստեղ ՀՀԿ-ն հայտնվել է զորով փող կիրառելով, դրա հետ կապված քրեական գործերով, որպես օրենքի բերումով, որ օրենքը ասում է չի կարող երկու կուսակցություն լինի, ինչ ասում նոր Շողոքին էլ է ասում, որ նույնիսկ 34 իրանք իրանց ստորագրությունները նույնիսկ չեն կարողանում հավաքել, ինչ վտանգ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի կարծիքով իշխանության կողմից հակադաշնակցական մարտնչող կեցվածքի իմաստն այն է, որ այդ 4-րդ հանրապետություն ստեղծելու կոնտեքստում Պոկեն Սփյուռքը որպես հայոց պետականության մի մաս։ Լրագրողների հետ զրույցում Աղազարյանն ասել է, որ նույն կոնտեքստում է նաև եկեղեցու հետ կապված իրավիճակը, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ այդ իրավիճակը ստեղծի, որը ինքն է ուզում։ Այն թերությունները, որոնք այսօր մատնանշում է վարչապետը, մենք էլ ենք գիտակցել, եկեղեցականներն էլ գիտեն, որ այդ թերությունները կան։ Վարչապետն այդ մասին գիտեր նաև 5 տարի առաջ, ինչու այդ ժամանակ չէր արվում, որովհետև դրա նպատակահարմարությունը չկար։ Այսօր այդ անհրաժեշտությունը կա։ Պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պահանջելու, որ վեհափար հայրապետը հեռանա։ Բանն այն է, որ այն թերությունները, որոնք այսօր երբեմն մատնանշում է վարչապետը, մենք էլ գիտենք։ Մենք գիտենք, որ թերությունները կան, եկեղեցականներն գիտեն, որ թերությունները կան, եւ վարչապետը այդ մասին գիտեր նաեւ 5 տարի առաջ, 6 տարի առաջ, ինչու այդ ժամանակ չէր արվում։ Այդ ժամանակ չէր արվում, որովհետեւ դրա նպատակահարմարությունը չկար։ Այսօր այդ անհրաժեշտությունը կա, այդ խնդիրը լուծել եւ լավագույն դեպքում վարչապետը իր համար կհասնի եկեղեցու պարակմանը, այսինքն նորից կտարանջատի Սփյուռքը եւ կամփոփվի մեր իրական Հայաստանի մեջ, որտեղ ինքը ուզում է իրականացնել սևեռուն գաղափարը, որը կոչվում է 4-րդ իշխանություն։ Այս կոնտեքստում է այդ ամենը։ Շարունակենք, վարչապետը հանդիպել է Արաբկիրի մի խումբ ուսանողների եւ դպրոցականների հետ, բանավիճել են պատմական ու իրական հայաստանների հայեցակարգերի հարաբերությունների մասին։ Հանդիպումների շարքը շարունակվելու է, գրել է Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում եւ տեսանյութ հրապարակել։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անմիջապես դադարեցնում է Կանադայի հետ առևտրային բոլոր բանակցությունները։ Այս մասին նա գրել է իր սոցիալական հարթակում։ Նման որոշման համար պատճառ է հանդիսացել Կանադայի Օնտարիոյի նահանգում մաքսատուրքերի դեմ ուղղված գովազդը։ Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը հենց նոր հայտարարեց, որ Կանադան խարդախորեն օգտագործել է կեղծ գովազդ, որտեղ Ռոնալդ Ռեյգանը բացասաբար է խոսում մաքսատուրքերի մասին։ Գրել է Թրամփը գրառմանը կցելով Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի հայտարարությունը, որում նշվում է տվյալ հարցին իրավական լուծումներ գտնելու տարբերակի մասին։ Գովազդի համար ըստ Թրամփի ծախսվել է $75 միլիոն։ ԱՄՆ նախագահը Կանադայի նկատմամբ սահմանել է 35% մաքսատուրքեր, միևնույն ժամանակ թույլ տալով որոշ բացառություններ, որոնք նախատեսված են Մեքսիկայի եւ Կանադայի հետ ազատ առևտրի համաձայնագրով, որը Թրամփը կնքել էր իր առաջին նախագահության ժամանակ։ Հունգարիան փորձելու է շրջանցել Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարման վրա Եվրամիության կողմից սահմանված արգելքը եւ շարունակելու է պայքարել այս որոշման դեմ։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ճիշտ է, որ որոշ ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ կան։ Մենք աշխատում ենք այդ պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ, ասել է վարչապետը։ Նա հայտնել է, որ հարցը քննարկել է հունգարական MOL ընկերության ղեկավարության հետ, որը իր վերամշակման գործարաններում օգտագործում է ռուսական նավթ։
Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջև բարեկամությունը ներկայում հասել է ամենաբարձր կետին եւ այն հավերժ է լինելու։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նա մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի ազատագրմանը մասնակցած կորեական ժողովրդական բանակի մարտիկների հուշահամալիր թանգարանի հիմնարկեքի արարողությանը։ Կորեա-ռուսական բարեկամությունը ձեռք է բերել հավերժական կենսական ուժ եւ անպարտելիության ու կարողության փորձություն է անցել։ Այն այժմ հասել է իր պատմական գագաթնակետին, հայտարարել է Կիմ Չեն Ընը։ Նա նշել է, որ երկու երկրների զինվորականները ցուցադրել են կորեա-ռուսական դաշինքի հզորությունը։ Փահենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ, մեր բարեկամությունն ու համախմբվածությունը լինելու են հավերժ, եզրափակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Եվրամիությունը հոկտեմբերի 23-ին կայացած գագաթնաժողովից հետո խոստացել է շարունակել երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եւ կանխատեսելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ 2025 թվականին Եվրամիությունն Ուկրաինայի բյուջեին հատկացրել է 20.5 միլիարդ եվրո, որից 6.5 միլիարդ եվրոն վճարվել է ուկրաինական ծրագրի շրջանակներում, իսկ 14 միլիարդ եվրոն G7 նախաձեռնության շրջանակներում, որոնք մարվում են ռուսական ակտիվների ստացված եկամուտների հաշվին։ Գագաթնաժողովում նաև հայտարարվել է, որ Եվրամիության օրենսդրությանը համապատասխան ռուսական ակտիվները պետք է արգելափակված մնան այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չդադարեցնի Ուկրաինայի դեմ իր ագրեսիան եւ չփոխհատուցի պատերազմի պատճառով Ուկրաինային հասցված վնասը։ Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Սանաե Տակայիչին հայտարարել է երկրի պաշտպանությունն ամրապնդելու եւ ազգային անվտանգության ռազմավարությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում Չինաստանի, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի քաղաքականության առնչությամբ։ Նրա խոսքով Ճապոնիան պետք է ակտիվորեն առաջ մղի պաշտպանական հզորության ամրապնդումը։ Սանաե Տակայիչին նշել է, որ նոր ռազմավարությունը ազգային անվտանգության ոլորտում պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի վերջը։ Վարչապետը շարունակել է, որ իր կառավարությունը մտադիր է ամենամյա պաշտպանության ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 2%-ին 2026 թվականի մարտին, այլ ոչ թե 2027 թվականին, ինչպես պլանավորվել էր սկզբում։ Վարչապետի հայտարարությունները հնչել են հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին ընդառաջ, որը կարող է Տոկիոյից պահանջել զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը։ Տակայիչին ասել է, որ ցանկանում է Թրամփի հետ քննարկել Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի ուժեղացումը։ Թուրքիան Պարսից ծոցի երկրների հետ միասին կմասնակցի Գազայի հատվածի վերականգնմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Սա հեշտ գործ չէ, բայց մյուս երկրների առաջին հերթին Պարսից ծոցի երկրների հետ միասին մենք հույսով եմ կանենք այս քայլը, հայտարարել է Էրդողանը։ Նա նաև խոսել է Իսրայելի կողմից ավերածություններից հետո Գազայի լայնածավալ վերակառուցման մասին։ Նախ կսկսվեն շինարարական աշխատանքները, որին կհաջորդեն ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումները։ Գազան ենթարկվել է վայրագությունների, որոնք դարձել են ամբողջ մարդկության ամոթը։ Մենք պետք է միասին աշխատենք Գազայի մեր եղբայրների եւ քույրերի համար արժանապատիվ ապագա ապահովելու համար։ Թուրքիան իր ողջ կարողությունների սահմաններում կգործադրի բոլոր ջանքերը, եզրափակել է Էրդողանը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Երեք Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհի մասին փրկարար ծառայությունը տեսանյութ է հրապարակել։ Հոկտեմբերի 23-ին ժամը 14:01-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառում գտնվող կոշիկի պահեստում։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբեր։ Հրդեհի բարդությունից ելնելով ժամը 14:54-ին հայտարարվել է թիվ 3 կանչ, ինչի արդյունքում դեպքի վայր են մեկնել եւս 4 մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարարական ուժերի եւ հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչությունների հերթապահ խմբերը։ Հրշեջ փրկարարների ինտենսիվ աշխատանքի շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել 16:49-ին։ Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 530 քառակուսի պահեստային տարածք եւ 70 քառակուսի տաղավարներ։ Օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շուրջ 400 քառակուսի կոշիկի պահեստային տարածք։
Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում իրականացվել է հերթապահություն։ Միջազգային առաքանիներից հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, ավելին տեսանյութում։ Օրերս Զվարթնոց օդանավակայանի Կարգոբեռնային համալիրում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաքանին։ Արդյունքում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել են քսուկի տարաներ, որոնց մեջ առկա են եղել ընդհանուր 675 գրամ համակաշող սպիտակ փոշենման կոկային տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Հիշալ դեպքով Պետ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հնարավոր ստացող անձի ինքնությունը։ Քաղաքացին պետք է ժամաներ Հայաստանի Հանրապետություն եւ ստանար հիշալ առաքանին։ Ժամանելուց հետո նշված քաղաքացու նկատմամբ սահմանվել է հսկողություն։ Ձեռնարկված անհետաձգելի վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում կոկային տեսակի թմրամիջոցի փոխարեն փոխանինված նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանի ստանալուց հետո ձերբակալվել եւ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Ուկրաինայի քաղաքացի Ա.Բ.-ն։ Միաժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որ Ուկրաինայի քաղաքացին առաքանի ստանալուց եւ թմրամիջոցներն իրացնելուց հետո կրկին թմրամիջոցներով առաքանի ստանալու նպատակով պետք է մեկներ Խորվաթիայի Հանրապետություն։ Ստացված տեղեկությունները փոխանցվել են Խորվաթիայի Հանրապետության իրավապահ մարմիններին, ովքեր զննման են ենթարկել առաքանին եւ հայտնաբերել են 1300 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց։ Ձերբակալված քաղաքացին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նա ձերբակալվել է։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Արմավիրի պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած վարորդին, ավելին ռեպորտաժում։ Հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները իրավախախտում կատարելու համար Էջմիածնի Մանուշյան փողոցում կանգնեցրել են Mercedes Magnus-ի ավտոմեքենա։ Ստուգման պարզվել է, որ 51-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական եւ ոչ ստապ վիճակում է։ Իրավախախտումը չարձանագրելու համար որպես կաշառք նա պարեկներին առաջարկել է 10,000 դրամ։ Տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, կազմված փաստաթղթերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ վաղն ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։